ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալ չմնալու հարցը հանրաքվեի դնելու թեման փորձագետների պնդման պարեստական օրակարգ է, որն առաջ է տանում Մոսկվան։ Հայաստանը պաշտոնական որևէ քայլ չի արել միությունից դուրս գալու ուղղությամբ, չի ներկայացրել նաև ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ։ Ինչպես որ հայկական կողմի մեկնաբանությունում մենք տեսանք, նման Հայաստանի Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարց կարող է առաջանալ միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիության անդամակցության համար, եւ երբ որ իրատեսական հեռանկար լինի, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ պետություն։ Նման բան այսօր չկա, ոչ Հայաստանն է պաշտոնապես դիմել, ոչ էլ իրատեսական հեռանկար կա, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ պետություն առաջիկա, նույնիսկ ես չգիտեմ, տարիներ էլ չասենք, կարող է նույնիսկ առաջիկա տասնամյակներին։ Հետևաբար այս հարցը, որ ռուսական կողմը անընդհատ բարձրացնում է, շատ արհեստական հարց է։ Վերլուծաբանը չի բացառում, որ նման հայտարարություններով Մոսկվան փորձում է Երևանին փոխանցել իր դժգոհությունը Եվրամիության հետ հարաբերությունների խորացման կապակցությամբ, սակայն նաև ենթադրում է, որ դրանք կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք երկկողմ տարբեր հարցերում զիջումներ ստանալու նպատակով։ Այնտեղ կարող է լինել ատոմականի հետ կապված հարցերը կան, երկաթուղու հետ կապված հարցեր կան, նույն բանի հարցը կա Հայաստանում քրեա օլիգարխիկ ռեժիմի եւ ընտրակաշառք բաժանողներին պատժելու հարցը կա, որոնք որ իրենց մարտիկ են։ Զուգահեռ Ռուսաստանը շարունակում է տնտեսական մահակն օգտագործել Հայաստանից արտահանվող հերթական ապրանքների սահմանափակումներով։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում էր ընդգծել, հայաստանյան ծագման ապրանքների ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև 1997-ին ստորագրված բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը նախատեսում է, որ երկու պետություններն իրենց հարաբերությունները կառուցում են հավասարության, փոխադարձ հարգանքի եւ փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքով։ Բարձր պայմանավորվող կողմերը մեծ նշանակություն տալով երկու պետությունների կայուն զարգացմանն ու տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը կնպաստեն երկու պետությունների միջև տնտեսական ինտեգրացման խորացմանը, ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորման համար պայմանների ստեղծմանը։ Կողմերը նախապես կտեղեկացնեն միմյանց տնտեսական որոշումների մասին, որոնք կարող են ազդել մյուս կողմի շահերի վրա։ Պայմանագրով կողմերը պարտավորվել են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու անկախությունը, գործել իրավահավասարության եւ փոխշահավետ գործակցության սկզբունքներով։ Ուստի տնտեսական ճնշումների կիրառումը առնվազն դժվար է համատեղել ստանձնած երկկողմ պարտավորությունների հետ, նշում են մասնագետները։ Բայց ես չեմ կարծում, թե այդ տնտեսական պատժամիջոցները, որ Ռուսաստանը կիրառում է, լուրջ բացասական ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա, հատկապես որ եվրոպական կողմը անընդհատ պատրաստակամություն է հայտնում օգնելու Հայաստանին այդ նույն ապրանքները Եվրամիություն արտահանելու հարցով։ Այստեղ հարցը նրանում է, որ հայկական կողմը պետք է կարողանա ժամանակին էֆեկտիվ ձևով եվրոպական ստանդարտներ դնել, որպեսզի այդ եվրոպացիները, երբ որ այդ հնարավորությունը տալիս են, հայկական ապրանքները իսկապես հնարավոր լինի վաճառել Եվրամիությունում։ Ռուսաստանը, ասեմ, կոպիտ սխալ է անում, կորցնում է Հայաստանի նման երկրի բարեկամությունը, ինքը կորցնում է գյուղատնտեսական մթերքների դեմ պատերազմը, դա հեռացման ակցիա է։ Ես չեմ ասում, մեզ վտարում է, մեզ չի վտարում, ինքն է հեռանում։ Դե ոնց ասում են, բարի ճանապարհ։ Իսկ ինչ է նախատեսում Եվրասիական տնտեսական միության կանոնադրությունը։ Պայմանագրի համաձայն միության հիմքում ազատ տնտեսական տարածքի գաղափարն է։ Պայմանագրի 3-րդ հոդվածն անդամ պետություններին պարտավորեցնում է գործել փոխշահավետ գործակցության, իրավահավասարության եւ ազգային շահերը հաշվի առնելու սկզբունքով։ Անդամ պետությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպիսի միությունն իրականացնի իր գործառույթները եւ ձեռնպահ են մնում այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել միության նպատակների իրագործումը։ Որպես ԵԱՏՄ հիմնական նպատակ 4-րդ հոդվածն էլ ամրագրում է շուկայի արդյունավետ գործունեության ապահովումը։ Տնտեսական բնագավառում պատերազմ է հայտարարված, բայց ինչի համար է մեզ այդ թուղթը։ Փաստորեն թուղթ է դա։ Եվ արժի ճիշտ այնքան, ինչքան որ այդ թղթի գինն է, ըստ Բիսմարկի։ Ռուսները ասում են պայմանագիրը արժեն ճիշտ այնքան, ինչքան այդ թուղթը արժի։ Դրա բովանդակությունը կարևոր չի։ Այսինքն Ռուսաստանը հեռանում է Հայաստանից,
որպես ռազմական դաշնակից հեռացել է, որպես քաղաքական դաշնակից հեռացել է, հիմա էլ որպես տնտեսական դաշնակից հեռանում է։ Աշակյանի համոզմամբ վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանը պետք է հետևողականորեն վերացնի տնտեսական մենաշնորհը ռազմավարական ենթակառուցվածքներում։ Պատկերացնում եք, գազամուղները մերը չեն, երկաթուղին մերը չի, էներգետիկան մերը չի, իհարկե շատ վատ վիճակում է, հենց դա թելադրում է կտրուկ եւ եռանդում քայլերով վերականգնել, տեսեք ասում եմ, վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պետք է ծառայի Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Եվ չնայած քաղաքական հայտարարություններին, գործող միջազգային պայմանագրերը շարունակում են պարտավորեցնել թե Մոսկվային, թե Երևանին հարաբերությունները կառուցել փոխշահավետ գործակցության, իրավահավասարության եւ ազատ տնտեսական կապերի զարգացման սկզբունքներով։ Վոլոդիա Մուշեղյան, Էդգար Դավթյան, լուրեր։